Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլու հրավերով աշխատանքային այցով մեկնեց Թբիլիսի։ Հայկական պատվիրակությանը դիմավորեց նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, ինչից հետո Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունից ծաղկեպսակ դրվեց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված վրաց ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլու հանդիպումը հայկական պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Իրավապահ կառույցների ղեկավարները քննարկեցին փոխգործակցության ներկա վիճակն ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ։ Կողմերը գոհունակություն հայտնեցին արդեն ավանդական դարձած գործընկերային հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ և ընդգծեցին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել վերջին տարիներին սկզբունքորեն նոր որակի բերված ամենօրյա համատեղ աշխատանքը ամրապնդելու համար։ Առարկայական ու շահագրգիռ քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ։ Որոշվեց շարունակել ու խորացնել ակտիվ աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ, այդ թվում մի շարք ծառայությունների ներկայացուցիչների փոխայցելությունների միջոցով։ Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին համոզմունք հայտնեցին, որ երկու բարեկամ երկրների ոստիկանական կառույցների գործընկերությունն այսուհետ էլ կշարունակվի իրավապահ ուժերի և կարողությունների փոխշահավետ ինտեգրման ու հանցավորության դեմ համատեղ պայքարի խորացման ավանդական ճանապարհով։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 9, բացահայտվել է գողության 3, խարդախության 6, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ճանապարհաբարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակից ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 90 տրանսպորտային միջոց, որից մեկը գտնվում էր հետախուզման մեջ, 78-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 11 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ժամկետանց ապապայմանագրով երթևեկելու և այլ խախտումների համար։ Որպես անհայտ կորած որոնվում է 2000 թվականին ծնված Մաթևոս Պողոսյանը, որը սեպտեմբերի 28-ին ժամը 17-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 63 28 64 հեռախոսահամարով։ Որպես անհայտ կորած որոնվում է Արադ քաղաքի բնակիչ 78-ամյա Պայծառ Փահլևանյանը, որն ունի հիշողության կորուստ։ Հագին եղել է մուգ կապույտ շրջազգեստ։ Պայծառ Փահլևանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 5906 31 098 88 93 37 հեռախոսահամարներին։